Ադրբեջանից Հայաստան վերադարձած մեր 4 հայրենակիցների լուրը իսկական ցնծություն է առաջացրել նրանց հարազատների տներում, ովքեր տարիներ շարունակ սպասել են այսօրվան։ Բաքվի բանտում 2020 թվականից պահվող Վիգեն Էլջեքչյանի կինը Լինդան ամուսնու ազատ արձակման մասին տեղեկացել է մեր գործընկերներից մեկի հեռախոսազանգից եւ հուզմունքից հազիվ զսպելով արդյունքները խոստովանել է, որ ուրախությունից սիրտը կարող է կանգ առնել։ Առավել հուզիչ է եղել Վագիվ Խաչատրյանի դստեր Բերայի արձագանքը, ով 24 News-ի հետ զրույցում բարձրաձայն լաց լինելով միայն կարողացել է արտաբերել, որ վերջապես տեսնելու է հորը։ Վագիվ Խաչատրյանը Ադրբեջանում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական գերությունից ազատված Վագիվ Խաչատրյանը տեղափոխվել է Նորբ Մարաշ սրտաբանական կենտրոն, անհրաժեշտ հետազոտություններ եւ բուժում ստանալու համար։ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում որոշվել է եպիսկոպոսած ժողովը գումարել փետրվարին։ Հոգևոր խորհուրդը արձանագրել է, որ շրջանառվող ներեկեղեցական հակադրությունների թեզը ամբողջությամբ արհեստածին է եւ նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը մայրաթորի ներքին կյանքին։ Խորհուրդն անհիմն եւ անընդունելի է համարել եկեղեցուն քաղաքականության մեջ ներգրաված լինելու մեղադրանքները, միաժամանակ դատապարտելով իշխող ուժի փորձերը արհեստական օրակարգերով հայ եկեղեցուն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու համար։ Հատուկ ընդգծվել է, որ 10 եպիսկոպոսների միացումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին խստորեն դատապարտելի է եւ հակասում է եկեղեցական կանոններին։ Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել նաեւ այն փաստի առնչությամբ, որ թիմ ղեկավարների իրավապահ եւ ուժային կառույցների ներգրավմամբ ապօրինի ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրվում թեմակալ առաջնորդների եւ հոգևորականների նկատմամբ։ Մայրաթորը շեշտել է, որ նման գործելավոճը անթույլատրելի է եւ հարվածում է եկեղեցու սուրբ առաքելությանն ու ներքին միասնությանը։ Մամուլում լուրեր են տարածվել, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում Հայաստանի զինված ուժերի հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեսների նկատմամբ եւ սպառնալիքներով պարտադրում են միանալ վարչապետի եւ 10 եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։ Մայրաթորն արձագանքել է պտտվող լուրերին, շեշտելով, որ իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեսների ներքաշումը եւ կիրառվող հարկադրանքները վտանգում են ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է հայոց բանակին եւ ազգային անվտանգության հիմքերին։ Մեջբերում երևույթը միանշանակ դատապարտելի է եւ անընդունելի։ Կարծում ենք բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելությունն է իրականացնում մեր զինված ուժերում։ Գնդերեսները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։ Բաց հարցերը, որոնք կային Աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանը եւ տարածաշրջանը վերածվում են կայունության եւ անվտանգության միջավայրի։ Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկմանը վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով հայաստանցիներին, տարածաշրջանին, ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը նախորդին մեր երկրի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով ՏՐԻՊ նախագծի հայտարարության առիթով։ ըստ էության սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ վճռորոշ նշանակություն եւ հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին։ Նիկոլ Փաշինյանը հավատացրել է, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են եւ ակնհայտ է, որ մեջբերում հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ փողեր։ Հարևան Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն, հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամի։ Դեսպանը նշել է, որ մի խումբ մարդկանց հնարավորություն է տրվում եւ կանաչ լույս է վառվում, որպեսզի վերջիններս Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Ըստ նրա, արդեն 6 օր շարունակ երեկոյան ժամերին դեսպանատան առջև
հնչում են վիրավորանքներ, եւ չնայած իրենց կողմից ներկայացվող բողոքներին, այդ գործընթացը շարունակվում է։ Դիվանագետը շեշտել է, որ բազմիցս փոխանցել են իրենց դժգոհությունը Հայաստանի համապատասխան մարմիններին, ընդգծելով, որ Իրանը ամենածանր պահերին եղել է Հայաստանի կառավարության կողքին։ Շիրգոլամին հավելել է, որ այսօր իրենք գտնվում են ծանր իրավիճակում եւ այնինչ տեղի ունենում դեսպանատան մոտ կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ, եզրափակելով, որ իր ասելիքը հստակ է։ نمیتونه ادعای حمایت از مردم ایران داشته باشه. Թեհրանում այսօր տեղի է ունեցել սպանված ավելի քան 100 իրավապահների զանգվածային ուղարկավորության արարողություն։ CNN-ի հաղորդմամբ ձերբակալված ցուցարարներին սպասվող մահապատիժը մեծ արձագանք է գտել եւ բուրըն քննարկումների առիթ դարձել։ Դոնալդ Թրամփի ներկայացվել է Իրանի ռազմական 50 թիրախների, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանի եւ Թեհրանում գտնվող 23 բազաների ճշգրիտ կոորդինատները։ Միացյալ Թագավորության վարչապետը եւ ՄԱԿ-ի փորձագետները խստորեն դատապարտել են բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Իրանն իր հերթին մեղադրել է Միացյալ Նահանգներին իրավիճակն ավելի սրելու մեջ։ Թեհրանը նաեւ նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին Միացյալ Նահանգների հնարավոր հարձակման դեպքում հարվածներ կայացնի նրանց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Պաշտպանության նախարարը հայտարարել է ցանկացած հարձակման մինչև արյան վերջին կաթիլը դիմակայելու պատրաստակամության մասին։ Գրելանդիան պատկանում է իր ժողովրդին, ուստի Դանիան եւ Գրելանդիան պետք է որոշումներ կայացնեն Դանիային եւ Գրելանդիային վերաբերող հարցերի շուրջ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նախորդին Գրելանդիայի վարչապետն ասել էր, որ եթե կղզին ընտրության առաջ կանգնի Միացյալ Նահանգների եւ Դանիայի միջև, կընտրեն թագավորությանը։ Սրանի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա նրանց խնդիրն է։ Ավելի վաղ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ Սպիտակ տանը կայանալու է Դանիայի եւ Գրելանդիայի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Որևէ երրորդ կողմ չի կարող ազդել Իրանի հետ մեր կապերի վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով Մոսկվան շարունակելու է աշխատել Իրանի հետ, կյանքի կոչելով նախկինում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները։ Անդրադառնալով ԱՄՆ-Վենեսուելա հարաբերություններին, դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգների գործողությունները անօրինական են եւ այս դիրքորոշումը կիսում է աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը։ Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով գլոբալիզացիան խաթարվել է։ Գրենլանդիայի շուրջ աշխարհաքաղաքական ակտիվության աճի ֆոնին Դանիան սկսել է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը կղզում, տեղակայելով առաջապահ ստորաբաժանումներ եւ նախապատրաստելով ենթակառուցվածքները լրացուցիչ զորակազմերի հնարավոր տեղակայման համար։ Միևնույն ժամանակ միջազգային դիվանագիտական հետաքրքրությունը եւս մեծանում է։ Ֆրանսիան եւ Կանադան պատրաստվում են հյուպատոսություններ բացել մայրաքաղաք Նուուկում, միանալով Միացյալ Նահանգներին ու Իսլանդիային։ Ֆրանսիական կողմի պարզաբանմամբ այս քայլն ուղղված է Դոնալդ Թրամփի էքսպանսիոնիստական հավակնություններին հակազդելուն եւ ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելուն։ Ռուսաստանը հրթիռներով եւ անօթաչուներով զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինայի քաղաքները։ Մայրաքաղաք Կիևի մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով։ Խարկովում զոհվել է 4 մարդ, վիրավորվել 6-ը։ Օդեսայի կենտրոնում վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց, մանկապարտեզ եւ դպրոց։ Տուժել է 5 մարդ։ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանին։